եւ ոգուն սրբո ամեն մեծ բակի վերջի շաբաթը հասանք սիրելիներ եւ ահա Տիրոջ կալուստը կավեդե կալուստյան կիրագին, որը սկսավ կիրագի օրը եւ այդ կալուստը նաեւ ցաղկազարդի կալուստի մասին է, որ Տերը գուկա խորթավոր կերպով տաճարը մտնելու եւ հոն հաստատելու, որ իմ հորստան մեջ աղոթքի դուն գտելա։ Եթե մտածենք սիրելիներ, ինչու Աստված պետք ուներ գալու եւ ինչու գուկա այսօր, մեկ հարց կա։ Կյանքը առանց Աստուծո չենք կրնար ապրել, որովհետեւ Աստված ինքն է կյանքը։ Երբ որ Հիսուս կվիճեր փարիսեցիներու հետ եւ զարմանալի դողեր գսեր, որ ես եմ կյանքը, ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը։ Ուրեմն երբ որ ես եմ գսեր իրենց լեզի մեջ, ամեն անգամ ես եմը խորհուրդ էր, որ այս մարդը բաներ մը գսե, որ միայն Աստծուն կվերապերի։ Եվ ador համար շատ կփարկանային։ Ador համար, երբ որ գսե ես եմ, ասել է, որ ամեն ինչ իր մեջն է։ Եվ եթե նայենք Տիրոջ կալուստի կարևորությունը, որ մեզի կյանք կուտա, հետևյալը կհասկանանք։ Կյանքը մենք մեր մեջը չունենք։ Աստված մեզի փող տված է, այսպես ասած, կյանքը։ Ինչպես օթոմը լիզ կնես, չէ, 5 տարի գսեն պիտի քշես, գործածես, վերջը գարաժ կբերես։ Աստված մեր կյանքը լիզ տված է մեզի, միայն expiry date-ը չենք գիտեր երբեք։ Եվ չի նորոգվիր ասիկա, չի նորոգվիր կոնե այս կյանքի, այս հանգրվանի, որ հիմա մեջն ենք, այլ հարությունով կնորոգվի։ Եվ մենք ինչ ունենք, մեր մեջ ունենք կյանքը, որը եթե բաները չնենք այդ կյանքը պահելու, գմարի, այսինքն, արդուք ելեք, կլվացվիք, նախաջաշ կնեք, որբեսի այդ կյանքը, որ կիշերը բարգած էիք, շարունակվի։ Գործեր մը գնեք, վերջը սուրճ մը գարնեք, որբեսի այդ կյանքը շարունակվի։ Կեսօրին գերթակ, ճաշ կնեք, այդ կյանքը շարունակվի։ Մեր ֆիզիկականը բայելու համար Աստված մեզի ուդելիք տված է։ Եղեցական հայրերեն մեկը գսե, որ աշխարհի ամբողջ արարածներու ուդելիքը Աստծո սերն է ուդելու ձևով։ Այսինքն Աստված անչափ գսիր է, որ մեզի ամեն բան ուդելիք տված է։ Եվ նույնը մարդկային հարաբերությունների մեջ է սիրելիներ։ Մարդս մինագը կցանձրանա, ընկեր կփնտրե։ Հոգին երբեմն կընկճվի, Աստված կփնտրե, աղոթքի կմտնենք։ Եկեղեցին գսե, որ միշտ ասանք չես կրնար քալել, տարվա շրջանի մեզի պահ կտնի։ Գսե, որ մարմինը դալ պետք է հասկանա Աստծո ներկայության կարևորությունը, որտեղ մարմին հոգին պետք է զորանում։ Եվ Տերը գուկա մեզի առաջի անգամ Ադամին ինչը սորվեցնելու եւ ասելու, որ ես եմ, ինձի հետևեցեք, եւ ամեն անգամ, երբ որ մենք աղոթքի կգենանք, եւ ամեն անգամ, երբ որ իր եկեղեցին գուկանք բادرակի կենալու, ուրեմն իրմով նորեն կհաղորդվենք, որովհետեւ ինչպես այս չարիքներու ցանկը կարդաց, որ Աստված կրնա չարիքը բարիքի վերածել։ Բարիքն չարիքի վերածել, բոլոր անոնց համար, ովքեր որ չեն հետևիր Աստծո կամքին։ Եվ հոս հետաքրական է հասկանալը, որ ոչ թե Աստված բարիք չուզեր մեզի համար, այլ գիտե, եթե ադիգատա եւ դու գործածել չես գիտեր, ինքզինքիդ կվնասես։ Ասենք զավակը դրամեն չի հասկանար եւ իրեն տված ես $5։ Կերտած իթմը գկնե։ Բայց երբ որ իրեն տաս $5,000, արդեն վտանգավոր է։ Զավակը թեր խոհանոցի գործիքները չի գիտեր։ Կսես տղաս, աս թանագը սուր է ձերքը կկտրե։ Եթե իրեն տաս իրական թանագը, ինքզինքի գրնա վնասել։ Որովհետև թուն որպես ծնող գիտես, թե զավակիդ կարողությունը ինչն է։ Երբեմն մարդիկ գսեն, եթե Աստված գիտեր ինչու ցկեց, չէ՞, Աստուծո գիտելիքը
մեր ազատության հետ չի խառնվիր։ Այսինքն, Աստված գիտե, որ եթե դու ասանք շիրակ երթաս կհասնի սան ձայրը, բայց այդ ճամփան երթացողը դուն ես, քայլեր առնողը դուն ես։ Նույնը Աստծո հետ հարաբերությունն է, սիրելիներ։ Ուրեմն, երբ որ մենք գուզենք Աստծո բարի ճանապարհի մեջ մնալ, պետք է իրեն հետ լանք, որտեղ իր հետը կյանք կա։ Ադորամար Հիսուսը ասավ, ես եկա, որովհետեւ դուք կյանք ունենաք, այո, թե ֆիզիկական կյանք ունենաք, թե ձեր մտքերը նորոգվի կյանք ունենաք, թե ձեր հոգիները նորոգվի, որովհետեւ մեր միտքը գթորոմի ծաղիկի պես, երբ որ Աստծո խոսքով, աղոթքով չի նորոգվի։ Մեր հարաբերությունները կապագանվին, կավրվին, երբ որ կսկսենք ասիասանք է, անիանանք է, նախանձությունը սիրտս է, չարիքը սիրտս է, փամփասանքը բերանս է, ինչ կլա, մեր ամբողջ հարաբերությունները կավրվի։ Ադորամար գուքանք եկեղեցի, մեղա Աստուծո գսենք եւ ад աղոթքի միջոցով գսենք ուժ դուր, որ քու կյանքի մեջ մնանք, ад ուղությունով շարունակենք, որովհետեւ երբ որ հետը դեմ կյանքի մեջ եմ, երբ որ քեզ մեջ դուրս եմ, կբաժվիմ, չէ, կբաժվիմ, որովհետեւ ոչ թե Աստված կբաժե, այլ կցկե, որ այդ վիճակի մեջ մնամ։ Ինչպես ասինք, չէ, անարակ որդի ամենամեծ պատիժը ինչ էր, այդ խոզերու հետ լալը եւ ամբողջ ճամփան սիրտը ծեծելը, որ ինչպես ես հորս տունեն ելակացի։ Ուրեմն նույնն ալ մարդն է, եւ երբ որ մեր միտքը նորոգված է, մենք կուքանք Աստծո կով եւ գսենք, որ դու ես մեր կյանքը եւ քու գալուստով ամեն անգամ մեզի նորեն նորոգի։ Հետևաբար, սիրելիներ, մեր պահեցողությունը իր ավարտին կհասնի եւ քալ շաբաթ, այսինքն Ծաղկազարդի գիրագինը սկսած ավակ շաբաթը մեզի գսե, որ հերինք բաներմը, որ Աստուծով լեցվինք, հիմա պիտի հետը քալենք, գիրագի օրվան է սկսալ, ամեն օր հետը պիտի քալենք, պադարակի պիտկանք հետը պիտ քալենք, երկունը տրմպացեկի պիտկանք հետը պիտ քալենք, երկու շաբթի արդու 10-ին ժամերգություն ունենք, 3 շաբթի, 4 շաբթի, նույն օրերը նաև ժամը 7-ին, պիտի կանք եւ ավետարանական հատվածներով Աստուծո ասել, որ ես քու հետդ կուզեմ լալ, անգամ երբ որ քեզի կձերբակալեն, կծաղրեն, անամոթ վիճակի մեջ կցկեն եւ քեզի կմատնեն, բայց ես կուզեմ հետդ լալ, որովհետեւ դու կյանքի տերն ես։ Ուրեմն մենք քալ չորեքշաբթի նորեն արևակալ պիտի ունենք սիրելիներ, քալ լման շաբաթը արարողություններ ունին, թուրին կտեսնենք ամբողջ ժամանակացույցը եւ այս գիրագի Ծաղկազարդի արդվա ժամերգությունը 10-ին այս եկեղեցին պիտելա 12:30-ին բադարակը հովի մեծ եկեղեցին, իսկ երեկոյան տրմփացեկը մեր եկեղեցու մեջ